Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն է, բարև ձեզ, շնորհակալություն սիրուն կալվելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մեհրաբյան, երեկոյան Գյումրու քաղաքապետը հրատապ մի ասուլիս էր հրավիրել, հայտարարելու, որ ինքը պատրաստվում է վիկինգ դառնալ, որովհետև իր խոսքերով այս իշխանությունները երկիրը տանում են թրքացման։ Կուզեի ձեր դիտարկումները լսել, հատկապես այն կոնտեքստում, որ իր առաջարկածը Ռուսաստանի հետ միությունն է, ասում է, ինչի՞ չեք ուզում միություն կազմենք, մեզ ատոմային երկիր դարձնի Ռուսաստանը ու նաև նախորդի վարված իր հայտարարությունները ինչպես եք գնահատում։ Աշխատում եմ չգնահատեմ, որովհետև այս ողջ խոսակցությունը ուղղակի քաղաքականության տիրույթից, դաշտից դուրս է, սահմաններից դուրս է եւ իսկ դժվարանամ դա մեկնաբանել, հա, պահելով հարցը քաղաքական տիրույթում, չգիտեմ ինչ ասեմ, համենայն դեպս այս ամենը ես հուշում է մի բան, որ այս մարդը ձգտում է, որ Հայաստանը վերտիկալ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ, ինչը հակասում է Հայաստանի օրենսդրությանը։ Եվ այս ամենը ուղղակի սենց անպատիժ թողնելը դա պետության կարծում եմ բաց թողումն է։ Քրեական օրենսգիրք կա։ Դատախազությունը նման հայտարարությունների հետևից պետք է գնա։ Արքեպիսկոպոսը, որը ռազմական հեղաշրջման կոչ էր անում, այսօր ընդդատյա է, սենց հայտարարություններ անողը դեռ շարունակում է անել։ Մի բան էլ ինձ հասել է նաև, որ վիրավորական ինչ-որ այսպես լեքսիկոնով, հա, իր օպոնենտներին եւ այլն, այս սա նշան պետությունն անշուն գեղ չի, հա, որ անփետ մանգան։ Այսքանը կարող է։ Ձեր կարծիքով օրինակ բովանդակային բան չեմ տենում ստեղ ասելու, որովհետեւ դե ինչ ասեմ։ Եթե պետք է ասեմ, ուրեմն պետք է չասեմ, հա, ասենք սա այդ դեպքն է, հա։ Իր հայտարարություններն են, թե իր շուրթերով օրինակ Ռուսաստանն է փորձում ինչ-որ տրամադրություններ ձևավորել, մեզ մոտ ընտրություններ են սպասվում, ու նա փաստորեն երկրորդ խոշոր քաղաքի քաղաքապետն է։ Դե գիտեք ինչ կա, այստեղ պարտադիր չի, որ գրեմ տեքստը տան ձեռը, ասեն դե ինչ գրած է արտասանի։ Սա այդպես չի աշխատում, բայց մարդիկ զգում են, թե ինչ տրամադրություններ կան իրենց վերևում եւ այդ տրամադրությունների տրանսլյացիայով են զբաղվում, թե վերևներն էլ բավարարված են զգում իրենց, այդ այսպես ասենք օպերատիվ կապը ավելի շուտ հենց այդպես է աշխատում, հա։ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ արձագանքել են, այդ թվում նաև վարչապետը երեք խորհրդարանում խոսեց այս մասին, նաև նշում էր, որ առաջիկա ընտրություններին Հայաստանի անկախության, ինքնիշխանության դեմ պայքարող ուժերին են փորձելու իրենց կարծես լուսանցքում թողել, ինչ դիտարկումներ ունեք, ինչ հնարավորություններ ունեն իշխանությունները եւ արդյոք մի փոքր ուշ չեն գիտակցումը, թե ինչքան են օրինակ այսպիսի ուժերը եւ հայտարարությունները իրենց վնասում մեզ։ Սա ոչ միայն ուշ է, այլև ես դեռ վերջնական համոզվածություն չունեմ, որ իշխանությունը իր անելիքը որոշել է, որովհետեւ ասում է, որ սրանք պետք է դուրս շպրտվեն քաղաքականությունից, ճիշտ է, բայց ինչ ասվում է, եւ ահա դուք կգնաք ընտրություններին եւ ձեր քվեարկությամբ սրանց դուրս կշպրտեք, շատ լավ, 5 տարի այդ գնացողները հարկ ինչի համար են տվել, որ դուք իրենց ասեք, թե իրենք ինչ պետք է անեն, բա դուք ինչ պետք է անեք, թե դուք պետք է ոչինչ չանեք։ Իդեպ այդ ոչինչ չանելու մասին կա դատավճիռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը եղել է անկարող, անզոր վերականգնելու արդարությունը այդ
ուղղակի Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող այդ իրադարձության հետ կապված արդարությունը վերականգնելու հարցում պետությունն եղել է եւ մնում է անզոր 17 տարի շարունակ, որից 7 տարին կառավարել է այսօրվա քաղաքական մեծամասնությունը։ Հիմա այս դատավճռի հետ ինչ պետք է արվի, կարծեք թե պատկերացում դեռ չի ձևավորվում։ Իհարկե, այն որ ինչ որ բան պետք է արվի, այդ ընկալումը կա, որում համակարգային արվի, այո, դրա ընկալումն էլ կա, բայց թե ինչ պետք է արվի, դրա ընկալումը չկա, որովհետև այսօր իշխանությանը, պետական իշխանությանը սպասարկող իրավաբանները ուղղակի պետքա վռնդվեն այնտեղից, որոնք այսպես ասենք իրավական մոտեցում են ձևավորում, որովհետև նրանց կվալիֆիկացիան չի բավարարում, որովհետև նրանք մասնագիտորեն սերում են Աղավան Հովսեփյանից, Գագիկ Հարությունյանից, Գագիկ Ղազինյանից, Դավիթ Հարությունյանից եւ այլ երևելիներից, որոնք ապականել են մեր ընդհանրապես իրավական ոլորտը եւ դա էլ արտացոլվում է նաեւ մեր դատա իրավական ոլորտում։ Այս դատավճռի հիմքում եղել է փաստահավաք առաքելության Մարտի 1-ի մասին է այո զեկույցը Անդրանիկ Քոչարյանի եւ Սեյդա Սաֆարյանի, որտեղ խայտառակ փաստեր կան։ Դրա հետևից պետությունը մինչև վերջ չի գնացել։ Օրինակ Հիմա 0038 հրամանը արձակելը դա օրինական քայլ է, թե հանցագործություն։ Մեզ տալիս են միայն գիտահետազոտական բացատրություն, թե ինչու մեղադրանք չկա այս հարցով։ Կա հաստագլուխների ցուցակ, համազգեստ ստացած հաստագլուխների հարյուրավոր համազգեստներ են ստացել, որ հագցնեն, որ խաղաղ ցուցարարներին, ընդ որում դատավճռում դա հատուկ նշված է, որ ցուցարարները եւ ցույցերը եղել են խաղաղ։ Նրանց ջարդելու համար իբր զինվորական են, հա? Դա հանցագործություն է թե չէ։ Անուն ազգանուններ են դրված։ Այսօր ձեր սիրելի կառավարությունը գործածում է մի բառակապակցություն։ Մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ, հա, 4 բառից բաղկացած, 4-ը սուտ է։ Հատ բացատրեմ։ Մերը չեն։ Չգիտեմ ումն են, ավելի ճիշտ գիտեմ։ Գիտենք, բոլորս գիտենք։ Ահա, դուք էլ գիտեք։ Ես կարծում եմ կառավարության Ընդդիմադիր, նրանք ընդդիմադիր չեն։ Նրանք պետության դեմ են գործում։ Դա ընդդիմություն չի կոչվում, ես եմ ընդդիմությունը։ Երբ որ ես ձեզ ընդդիմախոսում եմ, հա, ձեր առաջարկներից ավելի լավ առաջարկ եմ բերում, ձեր առաջարկը հիմնավորում եմ ինչու ռացիոնալ չի եւ որն է ռացիոնալը, կարող է ես եմ սխալվում, դուք եք ճիշտ, բայց արդյունքում օգտակար բան է ծնվում, հասկանու՞մ եք։ Իսկ զիբիլի վրի կատուն չի կոչվում ընդդիմադիր, հասկանու՞մ եք։ Ռուսական զիբիլի պետքա զիբիլը հավաքել, բայց ասում եք չէ, բալանսավորված է, պետք է զիբիլը հավասար լինի, չգիտեմ ինչի, հավասարակշռությունը չխախտվի, չեմ հասկանում ես։ Հետո հարգելին, չեմ հարգում, ինչը հարգեմ, ինչի համար հարգեմ, և գործընկեր չեն։ Մենք այս ինքնախաբեության ռեժիմից քանի դուրս չգանք, մեր որոշումները լինելու են սխալ։ Վարչապետ Փաշինյանը խոսում էր դիագնոզից, խոսում էր բուժումից, ահա դիագնոզ։ Եթե մենք դիագնոստիկայով ենք զբաղվում եւ խաբում ենք ինքներս մեզ, խաբում ենք հիվանդին, հետո նշանակում ենք բուժում։ Դժվար չի պատկերացնել այդ հիվանդի վերջին ինչ առնելը։ Ամենայն դեպս դա մի վերջաբան է, որը հաստատ ոչ մեկից ձեռնտու չի։ Եկեք ուրեմն իրերի կոչենք իրենց անուններով։ Պարոն Մերաբյան, այդ
Չակերտավոր ընդդիմադիրներից մեկը Հայաստան խմբակցության առաջնորդը կարելի ասել Ռոբերտ Քոչարյանը ըստ մամուլի հրապարակումների եղել է Մոսկվայում հանդիպել Կիրիենկոյի հետ, ով ամիսներ առաջ նշանակվել էր որպես կուրատոր Հայաստանում, մեզ մոտ սպասվում են ընտրություններ, հաղորդագրություն չկա, մանրամասներ չկան, բայց հետաքրքիր է ինչ կարելի էր քննարկել Կիրիենկոյի հետ։ Ես բնականաբար ինչ էլ ասեմ, դա լինելու է ենթադրությունների դաշտից, ես չգիտեմ նման հանդիպում եղել է թե ոչ։ Եկեք ընդհանուր իրավիճակը քննարկենք, Մոլդովայում տեղի են ունեցել պատմական նշանակության ընտրություններ, որտեղ ինչպես ժողովուրդն ասում, Կիրիենկոները շանցեց են կերել։ Դա չի եղել պարտություն, դա եղել է պարտություն նոկաուտով։ Եվ հասկանալի է, որ հիմա Մոլդովան արդեն ընթացիկ ռեժիմով է լինելու ուղղակի ռուսական ուշադրության տակ, հա, այս հիբրիդային պատերազմը շարունակվելու է ուղղակի այսպես ընթացիկ ռեժիմով, բայց Ռուսաստանն իր ողջ կարողությունները մոբիլիզացնելու եւ ուղղելու է հայկական ուղղությամբ, ընտրություններին ընդառաջ, մտածելով, որ այստեղ բեկում կմտցնի։ Իդեպ այս փուլի հիբրիդային պատերազմում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բանակն այլևս չի մասնակցում, որովհետև քաղաքական գինը այլևս անհաղթահարելի է դարձել Ադրբեջանի համար, ռիսկերն էլ չարդարացված։ Բայց որքան էլ որ լուրջ կոնֆլիկտ կա Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, իսկ այդ կոնֆլիկտը կա եւ այո այն լուրջ է, բայց Հայաստանի վրա դիսկուրսիվ նարատիվային ճնշում իրականացնելու պրակտիկան Ադրբեջանը շարունակում է եւ շարունակելու է այնքան ժամանակ, քանի դա ունենալու է էֆեկտ։ Ադրբեջանը տեսնում է ինչ էֆեկտ է դա ունենալու։ Ալիևը օգտագործում է բառապաշար, որը հստակ ալերգիա է առաջացնում եւ առաջացնելու Հայաստանում բնականաբար եւ մի քանի ժամ անց այստեղի ռուսական 5-րդ շարասյունը եւ 6-րդ պալատը եւ այլ հիբրիդային դեգեներատիվ խմբեր դա միանգամից վերցնում են, թարգմանում հայերեն եւ սկսում են տարփողել բոլոր ծակերից։ Սա արդեն Ռուսաստանի շահն է։ Որն է ընդհանուր շահը։ Որպեսզի Հայաստանի ներսում ձևավորվի անլուրջ վերաբերմունք օգոստոսի 8-ի համաձայնությունների նկատմամբ եւ լուրջ կասկածներ այդ համաձայնությունների գնացած իշխանության նկատմամբ որպես բովանդակության նկատմամբ բովանդակության այո չնայած այստեղ իրական որևէ հիմք չկա բայց այնուամենայնիվ այն հրեական բան կա չէ անեկդոտ կա չէ քթալների մասին որ ասում է ոնց որ թե քթալներս տարել ես ասում է չեմ տարել հետո ասում է լավ գտնվեցին քթալները բայց նստվածքը մնաց հա հիմա այս տրամաբանությամբ են շարժվում ամեն կերպ ներկայացնել որ միջանցք իսկ ինչ են ուզում անել այո Հայաստանը ներսից խարխլել հասնել իշխանության այն վիճակի որ այլևս օգոստոսի 8-ի իրականացումը դառնա ներքաղաքական առումով տոքսիկ եւ Հայաստանը փաստորեն դառնա դիսֆունկցիոնալ այս համաձայնություններն իրագործելու գործում, հա? Ու դրանից հետո ինչ է տեղի ունենալու, եկեք պայմանավորվենք նորից մի հատ վերաբանակցենք, արդեն մենք գիտենք ճիշտ ձևով վերաբանակցենք առանց Հայաստանի։ Չէ, այդ որ ստեղ ասում են գնանք վերաբանակցենք, ձեզ այդ եթե գործը հասավ վերաբանակցման, ձեզ այդ վերաբանակցման սենյակի չէ, շենքի դռանը մատով կպնելու համար ձեզ կտուգանեն։ Հայաստանի դուրս թողնեն այս ամեն ինչից եւ լինի պայմանավորվածություն ոչ թե Հայաստանի հետ, այլ Հայաստանի հաշվին։ Եկեք ֆիքսենք մի բան, օգոստոսի 8-ի համաձայնությունը
եղել է ի կատարումն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիայի, որը ընդունվել էր հունվարին։ Այդտեղ արդեն այդ կետերը կա, որտեղ է Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համակարծիք եւ ֆիքսում են այդ նույնականությունը, ընդհանրությունը այդ ամեն ինչում վերաբերվում է մեր տարածաշրջանին, խաղաղությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, հա, միջազգայինորեն ճանաչված սահմանները, դրանց անձեռնամխելիությունը 91 թվականի Ալմատիի դեկլարացիայի հիման վրա Ադրբեջանը դրա հետ հաշտեր այդ ժամանակ, ոչ, որից հետո Ադրբեջանին առաջարկվում է համատեղ գործարք։ Եվ այո, Ալիևը գալիս է այս գործարքի։ Այս ամենը մեզ այո հուշում է մի բան, որ Ալիևը գնացել է այս գործարքի ընդունելով այն որպես չարյաց փոքրագույնը այդ պահի դրությամբ, բայց ոչ լավ գործարք։ Այո, Ալիևը հնարավորություն է մտմտում այն վերաբանակցելու, որոշակի շտկումներ մտցնելու հոգուտ իրեր եւ ի վնաս մեզ։ Նա չի համարում, որ սա իր ուզածն է, բայց ստիպված է գնում։ Դրա համար Թրամփին այո գովում է եւ արանքում էլ խոսում է սենց բաներ։ Այսօր մի տականք կա նախկին իրենց արտգործնախարար Զուլֆուգարովը, նա էլ հենց երեք էր մի այսպես եւս մի հիբրիդային գրող եւ պաս է ապահովում ռուսական ուրեմն շահերին, հա, եւ ռուսական շահերի հունավանդորում իր այդ մեկնաբանությունն էլ տալիս մի ամենավատ համբավ ունեցող մի ադրբեջանական լրատվամիջոցի վատ համբավ նույնիսկ ներադրբեջանական չափանիշներով, հա։ Եվ ինչ է ասում, ուրեմն Փաշինյանը որ գնաց Մոսկվա, Պուտինը արգելեց որևէ գործնական քայլ անել օգոստոսի 8-ի համաձայնությունների իրականացման ուղղությամբ։ Այս ամենը նաև լսացնել են տալիս Մոսկվայի պատվերով, լսացնել են փորձում տալ Թրամփին։ Հասկանաք։ Մենք սրա հետ է, որ գործ ունենք եւ գործ պետք է ունենանք։ Որն է մեր անելիքը ըստ այդմ։ Մենք ոչ թե սրանց պետք է պատասխանենք, կամ այս ներքին թափթփուկին։ Մեր անելիքը Մոսկվայի հասցեին է։ Մոսկվան պետք է մրթին ուտի։ Գործնական։ Այ օրինակ ատոմային էներգիայի հարցով, չէ՞, Մոսկվային չէր գնացել։ Տեսակ Ռոսատոմի մեն տավարիշը մի հատ փափուկ բարձր դնում գլխ, մենք կհարգենք ձեզ։ Դուք ինքներդ ձեզ չեք հարգում, մեզ որտեղից հարգեք դուք։ Չէ՞։ Բայց եկեք համաձայնվեք եւ այլ։ Փաշինյանը որևէ կոնկրետ բան չասեց, բայց 2 օր անց սկսվեց համաձայնություն 1-2-3-ի շուրջ բանակցությունները, որը ես հուսով եմ շատ արագ կավարտվի։ Երբ Փաշինյանն ասում է, որ մենք որոշում ենք ընդունելու առանց աշխարհաքաղաքական եւ քաղաքական որևէ բանի, հա, Փաշինյանը հանդես է գալիս ոչ թե որպես քաղաքական վերլուծաբան, հա, այլ որպես պետության ղեկավար եւ այդպես պետք է ընդունել իր ասածը։ Իսկ իրականում ատոմային էներգետիկան չի կարող չլինել թե քաղաքականություն, թե աշխարհաքաղաքականություն։ Չի կարող չլինել։ Սա մենք պետք է շատ լավ հասկանանք եւ պետք է ռուսական շառը ուղղակի թույլ չտանք, որ գա կապվի մեր գլխին։ Եվ բացի դրանից եկեք չմոռանանք, որ Միացյալ Նահանգների հետ այդ հուշագիրը, որ մենք ստորագրել ենք, դա օգոստոսի 8-ի համաձայնությունների բաղկացուցիչ է, այս ամենը խաղաղության մասին է։ Ամերիկյան ատոմակայանի կառուցումը Հայաստանում Հայաստանի խաղաղության մասին է։ Սա չպետք է մենք երբեք մոռանանք։
Կոպենհագենում հանդիպումներ են տեղի ունենում նաև այդ թվում Ալիևի հետ հաշվի առնելով այն հռետորաբանությունը, որ Ալիևն է կիրառում եւ Փաշինյանը արդեն սա կլինի երկրորդ ամիսն է փորձում են բացատրել նաև այդ տեղական այսպես կոչված ընդդիմությանը մեր հասարակությանը թե մենք ինչ ենք ստորագրել երեք ազգային ժողով էր բերել նույնիսկ փաստաթղթերը ցույց տալու որ այստեղ ոչ մի կերպ օրինակ Զանգեզուրի միջանցք տերմինը չկա ձեր դիտարկմամբ այս հանդիպումը հնարավոր է որոշակիորեն կարողանա մեղմել նաև փոխել Ադրբեջանը։ Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք հանդիսավոր կերպով խաղաղության մասին, ճիշտ։ Այո։ Դա իրականանալի է բոլոր դեպքերում, բայց մենք երբեք չպետք է մոռանանք մի բան, որ մենք Ադրբեջանի հետ չենք պայմանավորվել այն մասին, որ նրանք այլևս ավտորիտար ռեժիմ չեն։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Իսկ ի՞նչ է նշանակում ավտորիտար ռեժիմ։ Դա նշանակում է գրպանահատ։ Դա նշանակում է սուտասան։ Դա նշանակում է բռնապետ։ Դրանից բխող բոլոր ուղղակի եւ անուղղակի ածանցյալներով։ Սա իրողություն է, որի հետ մենք պետք է գործ ունենանք։ Եվ չպետք է չափենք իրեն մեր արշիվը։ Եվ մի կարևոր բան։ Ալիևի համար 20 տարի եղել է սուպեր կոմֆորտային վիճակ, որովհետև Հայաստանը եղել է իր նման։ Այսինքն Հայաստանը եղել է Ադրբեջան առանց նավթի։ Ինքը եղել է Ադրբեջան նավթով։ Ով կունենա գերակայություն այդ դեպքում։ Բնականաբար ինքը։ Հիմա, երբ Հայաստանը ժողովրդավարական է եւ ժողովրդավարության խորացման իր բոլոր միտումներով, Ալիևի եւ ցանկացած ավտորիտար ռեժիմի համար դա շատ վատ օրինակ է։ Դա սպառնալիք է ռեժիմի համար։ Բնականաբար նրանք, այո, տեսեք 21-րդ դարում մենք շատ ենք խոսում հիբրիդային պատերազմից։ Պատերազմ գերազանցապես ոչ ռազմական մեթոդներով, ճիշտ է, գործիքներով։ Հիբրիդային պատերազմ վարում են ավտորիտար ռեժիմներ։ Միայն, որովհետև ժողովրդավարական ռեժիմները հիբրիդային պատերազմ վարելու կարիք չունեն, շահ չունեն։ Հա, ապրիորի դա այդպես է։ Մենք սա պետք է հաշվի առնենք։ Այո, որովհետև Հայաստանը վատ օրինակ է ադրբեջանցու համար Ալիևի տեսակետից։ Շարքային ադրբեջանցու համար սա շատ վատ եւ վտանգավոր օրինակ է։ Փաշինյանը, ասենք, մի քանի անգամ եղել է, չէ՞, այտենց տեսանյութեր է հրապարակել։ Չգիտեմ, առավոտյան մենակ գնում է ինչ-որ մի տեղ, կամ կնոջ հետ նստում է ինչ-որ սուրճ խմելու։ Մարդիկ գնում գալիս են։ Փողոցից մարդը գալիս բարև տալիս անցնում է, չէ՞։ Դուք նայեք ադրբեջանական սոցցանցերում դրանից հետո ինչ խոսակցություն է։ Ինչու իրենց մոտոր։ Ոնց, այս կարելի է։ Ոնց թե բան։ Բա լավ մեր հաղթող այն երկաթե բռունցքով նախագահը, բան, ասենք, ինչ նախանգարում, թող ինքն էլ բան անի։ Միտեղ գալիս է թե չէ փողոցը փակում են, պուլիմյոտներ, սնայպերներ, չգիտեմ մեկ մյուս, ինչա պետքա մի կես ժամով գա, ամբողջ օրը, ասենք, այդ փողոցի կյանքը կաթվածահարա լինում, այս մարդը դուրս է գալիս կոֆե է խմում։ Կամ թեյ է խմում։ Կամ կուկուռուզա ուտում։ Եվ այլն։ Այս ամենը դե եթե քաղաքացիները այդ ձևով են արձագանքում, դե պատկերացրեք ինչ նյարդային վիճակա ստեղծվում, ասենք իրենց այդ ուժային սեգմենտներում, հա, ասենք ադմինիստրացիայում եւ այլն։ Անձամբ իրա մոտ։ Այս բաները մենք պետք է հաշվի առնենք։ Եվ մենք դրա շուրջ չենք կարող նրա հետ պայմանավորվել եւ դա պայմանավորվածության առարկա լինել չի կարող ուղղակի, բայց դա իրողության կարևորագույն բաղկացուցիչն է, որի հետ մենք գործ ունենք եւ գործ ենք ունենալու
տեսանելի հեռանկար։ Պարոն Մերաբյան, մեր զրույցի ընթացքում հիշատակեցիք Մոլդովայի ընտրությունները, վարչապետը շնորհավորել էր Մայա Սանդուին ընտրվելու կապակցությամբ իր ղեկավարած խորհրդարանական ուժի, հատկապես շեշտելով եվրոպական ապագայի կարևորությունը։ Քաղաքացիական պայմանագիր իր համաժողովի ընթացքում ընդունեց հռչակագիր, որում եւս շեշտվում էր Հայաստանի Եվրամիության անդամակցելու հեռանկարը։ Կուզեմ այս տեսանկյունից նաև գնահատեք մենք ինչ հնարավորություններ ունենք, օրինակ հիմա Կոպենհագենում Փաշինյանը Մակրոնի հետ շատ ջերմ հանդիպումներ ունեցավ եւ ընդհանրապես իմ կարծիքով ինչքանով կկիսեք այս եվրոպական առաջնորդների հետ հանդիպումը շատ ավելի ջերմ, շատ ավելի անմիջական մթնոլորտում է անցնում, քան օրինակ երբ Փաշինյանը Ռուսաստանում է, Մոսկվայում է, ԵԱՏՄ անդամ առաջնորդների հետ է հանդիպում։ Ինչ դիտարկումներ ունեք, մենք ինչ տեսլական ներկաների դեմքերին նայում եք, արում չի խաղում։ Այո, ինչ հեռանկարներ ունի Հայաստանը ձեր կարծիքով Եվրոպայի ուղղությամբ։ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար։ Հայաստանի հասարակությունը ձևակերպել է սոցիալական պատվեր օրվա իշխանությանը այդ նպատակի ուղղությամբ նպատակին հասնելու ճանապարհով երկիրը տանելու համար։ Դրա վկայությունն այն 60,000 ստորագրությունը, որ մենք հավաքեցինք եւ որին ընդառաջեց քաղաքական մեծամասնությունը։ Եվ սա դարձավ հայկական արտաքին քաղաքականության լրջագույն ակտիվ։ Որից Մոսկվան ցնցումների մեջ է միջև Որից Մոսկվան ցնցվում է եւ դեռ շատ է ցնցվելու։ Բայց Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին մի բան։ Կեք հասկանանք ինչպես արձանագրվեց այդ արդյունքը։ Բարեբախտաբար մենք Պրիդնեստրովիե չունենք, մենք Գագաուզիա չունենք, մենք չունենք այդքան սովետի նոստալգիայով տարված հասարակական սեգմենտներ։ Մենք շատ բաների ձեռքազատում, հա, բայց որոշիչ չէ։ Բայց ինչ տեղի ունեցավ այնտեղ։ Նախ եւ առաջ տեղի ունեցավ դեմոկրատական եւ եվրոպական արժեքներ կրող քաղաքացիական սեգմենտի մոբիլիզացիա եւ այդտեղ մեծ դեր խաղացին հասարակական կարծիք ձևավորողները, կուսակցությունները եւ այո տեղի ունեցավ, այսպես ասենք, էլեկտորալ մոբիլիզացիա։ Դա մեկ։ Երկրորդը պետությունը adekvat գնահատեց նոր սպառնալիքների բնույթը։ Այո։ Եվ համարժեք քայլեր կատարեց դրանց դիմագրավելու համար։ Օրենսդրական բացերը նախ եւ առաջ լրացվեց։ Այնտեղ որտեղ կասկածում էին, որ դա արդյոք խախտում է ժողովրդավարական ստանդարտները, թե ոչ թե ընկնում էին ճամարտակելով կամ գիտահետազոտական, չգիտեմ, մտքի արկայծումներ տիրաժավորելով, դիմում է հրատապկարգով Վենետիկի հանձնաժողովին, ընդ որում թե ընթացիկ կարգով, թե նաև արդեն երբ որ պատրաստ էր օրինագիծը եւ արագ ընդունում էին համապատասխան օրենքներ։ Հետո օրենքի իման վրա, այո, փակվեցին մի քանի կուսակցություններ։ Փակը այսպես կոչված։ Մի քանի այսպես կոչված լրատվամիջոցներ, այսպես կոչված հասարակական կազմակերպություններ փակվեցին կեղտոտ փողերով ֆինանսավորման խողովակները, ընդհանուր մինչև Telegram-ում, հա։ Այսինքն կոշտ մեթոդներ կիրառվեցին։ Ուրեմն, եթե գիտեք ինչ, դուք որոշել եք շախմատ խաղալ, շարում եք ֆիգուրները եւ ձեր դիմաց նստում է մեկը եւ համարում է, որ դա շախմատ չի, այլ մարդ առանց կանոնների եւ սկսում է ձեզ խփել քացով։ Չէ, դուք պետք է պատրաստ լինեք առնվազն բարոյապես նրա, որ իր նման վարքի դեպքում շախմատի տախտակը ջարդեք գլխին տեղում։ Ճիշտ է։ Ամենայն դեպս դուք նման կարողություն պետք է ունենաք, որովհետեւ ժողովրդավարությունը պետք է լինի բռունցքներով, օրենքով եւ ուժով, ուժի մոնոպոլիայով զինված պետության այդ բռունցքներով, որը իջնելու է բոլոր նրանց գլխին, ովքեր դեմ են պետությանը, դեմ են ժողովրդավարությանը եւ դեմ են ներքին անվտանգությանը։
քայլեր են անում դրա դեմ։ Պլյուս դրան, այո, այնտեղ ձերբակալվեցին 74 գրոհայիններ, որոնք պատրաստություն էին անցել Սերբիայում, գրոհային գործողությունների պատրաստվել էին ոստիկանատներ, պետական եւ տեղական իշխանության ուրեմն մարմինների շենքեր, փողոցային անկարգություններ, այն այստեղ տերորիստական ցանցը, որ բացահայտվել էր, հա, սրբազան տերորիստների ցանցը, նույն բանի մասին էր։ Սրանք պատրաստություն էին արդեն անցել։ Ես չգիտեմ, սրանք պատրաստություն անցել էին թե չէ, բայց սրա նախորդողը այն Արբատի բազայում պատրաստվածները, նրանք այո եկել էին այդ նպատակով։ Այո, մեր ազգային անվտանգության ծառայությունը դա չեզոքացրեց, բայց որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ սա չի կրկնվելու, մանավանդ հաշվի առնենք, որ տեղի ունենալու բոլոր ռուսական հիբրիդային կարողությունների մոբիլիզացիա եւ Ռուսաստանն այստեղ գործելու է վաբանկի տրամաբանությամբ։ Բացի դրանից էլ ես հիմքեր ունեմ պնդելու, որ Ռուսաստանի խաղադրույքները Հայաստանում շատ ավելի բարձր են, քան Մոլդովայում։ Մոլդովան այնուամենայնիվ ինչ-ինչ դեպքերի բերումով, ասենց ասենք, ռուսական շոշափուկների համար դառավ մեկուսացված մի վայր, թեկուզ եւ աշխարհագրով։ Մինչդեռ Հայաստանը առայժմ հասանելի է նրանց համար։ Դե իսկ այսօր իշխանությունը չի անում այդ հասանելիությունը կրճատելուն ուղղված որևէ, ասենք, հետևողական քայլեր, այո։ Այստեղ առանց վիզայի ելումուտը միր քարտերը էլի մցնում են շրջանառության մեջ, տուրիզմ են զարգացնում, հա, մեզ ֆաշիստ տուրիստ պետք է, չեմ հասկանում։ Այդ որոշումը ընդունողը կարող է երաշխիք տալ, որ դրանով որ այդ ճանապարհին նաև ֆիլտրեր կան, թե ով պետք է գա եւ ով պետք է չգա։ Վաղը մյուս օրը հետո այստեղ Արբատի տուրիզմով եք զբաղվելու։ Դեմս տեղականներն էլ բավականաչափ շատ են։ Տեղականներին էլ գումարվելու են գրոհայիններ, այո։ Իսկ Քիշնևի օդակայանում երբ արգրավեցին 1.1 միլիոն դոլար կանխիկ գումարը սպորտային պայուսակներում, երբ որ Մոլդովան նաև միր քարտերը փակեց, եւ նրանք հասկացան, որ ֆինանսական խողովակ է փակվում։ Մենք բացում ենք, ասում ենք, էստի համեցեք։ Սա նորմալ է։ Մենք սենց պայքարում ենք մեր պետականության շահերի համար, հա, ես չեմ հասկանում դա։ Ես հրաժարվում եմ հասկանալ դա։ Սա լրջագույն խնդիրներ նաև ընտրություններից առաջացնելպես կառաջացնի Հայաստանում, կարծում եք հնարավոր է գոնե այս ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկել նաև որոշակիորեն քաղաքասարակության աջակցությամբ, որոնք քաղաքասարակությունը 100%-ով կաջակցի պետության ցանկացած քայլի, որը ուղղված է հիբրիդային վտանգների չեզոքացմանը։ Ինչի մասին է խոսքը։ Չկա նման կասկածելու տեղ։ Ի վերջո կա մարտի 1-ի հետ կապված դատավճիռ։ Միեդը նվեր է տվել սենց սիրուն սինիի վրա բանտիկով կապած, որ աշխատեք։ Մենք արել ենք ձեր փոխարեն ձեր գործը, տվել ենք իրավաքաղաքական գնահատական։ Այն ռեժիմին, որը կառավարել է 2008 թվականին։ Իսկ այդ նույն ռեժիմը կառավարել է 98-ից 2018։ Պետությունը եղել է մարդասպան, մարդասպանությունը պարտակող։ Այդ պետությունն ունեցել է քաղաքական իշխանություն, իր քաղաքական ֆասադով։ Այսօր դուք նրանց կոչում եք մեր հարգելի ընդդիմադիր գործընկեր։ Հասկանալի՞։ Հետո ասում եք, չէ, դեմոկրատիա, դուք թարս եք հասկացել դեմոկրատիան։ Հիմա պատկերացնում եք Գերմանիայում նորից ասեն, լավ, եկեք դեմոկրատիա, չարքել ենք, թող ստեղծվի նացիստական կուսակցություն եւ այլ եւ այլ։ Եթե նման քայլ հիպոթետիկ արվի, ես չեմ ասում կգա իշխանության, բայց առաջին իսկ ընտրություններից հետո այո կստանա որոշ ֆրակցիա Բունդեսթագում։
Հանցագործը չի կարող լինել ընդդիմադիր, չի կարող լինել գործընկեր, չի կարող լինել մեր, չի կարող լինել հարգելի։ Լավ, ո՞նց բացատրեմ։ Ո՞նց բացատրեմ։ Շատ շնորհակալություն պարոն Մերաբյան հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրը հիշեցնեմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էր, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։